Մի քանի փաստեր ամեն մի հարցունի մեկ պատասխան։ Շատ ճիշտ էր նշել մի օգտատեր, որ ձայնս եւ ձայնիս հետ միասին կա նաեւ շում։ Ես երբ որ ձայնագրում եւ ինքս լսում եմ, այդ ամենը չկա, մաքուր ձայնագրվում է ամենը։ Իսկ ինտերնետում թե ինչպես է դա արդեն նրանք տեղադրում կամ Հայաստանից են դա անում կամ խնդրել են թե ինչ, այդ մասին չեմ կարող ասել, նորից այս 2 օրը կփոխեմ այդ ամեն ինչը, նորից կտեսնեմ, եթե նույն բանը կատարվում է, ուրեմն իրենք են, եթե չէ, ուրեմն մոտից է։ Այժմ խոսենք մի քանի փաստերի մասին, որպեսզի պարզ լինի նաև այն ամենը, ինչ ձեզ խաբում են։ Ամեն բնագավառում պետք է դուք գտնեք այն կետը, որտեղ ձեզ խաբում են։ Եվ հայերի մեջ այս ֆիլմերը ինչ եմ ես այս քանի տարի անդադ թողարկում։ Դրա համար, որ գոնե մի 100 հայ երիտասարդ պատրաստ լինի հասկանա եւ ինքը փորձի գտնել ամեն մի հարցի պատասխան, թե ինչ են դա անում եւ իրականությունը որն է, դա նման է իրականությանը, թե նման չէ։ Այժմ որպեսզի պարզ լինի, քննարկենք այս դեպքը Եվրոպա։ Սա Եվրոպայի գազաֆիկացված քարտեզն է, թե որտեղից են ստանում, որտեղից է գալիս, պարզ է, որ սա Ռուսաստանն է, այս ճանապարհը փակ է, այս ճանապարհը փակ է, այստեղ էլ իբր այս մասը փակ է։ Բայց այստեղ հարց, երբ որ հատկապես եվրոպացիք թող այս մասին հիշեն, ինձ թվում է եվրոպական բոլոր երկրներում արևելյան թե արևմտյան Եվրոպայի հյուսիսային թե հարավային, թող այս հարցը իրենց տան, քանի որ ովքեր օգտագործում են գազ տներում, կհասկանան, որ բոլորի տներում էլ գազ կա։ Եվ դա այն սլանցվի գազը չէ, որ իբր ամերիկացիք պետք է բերեին եւ տային։ Իմիջիալոց բնական գազը եւ սլանցվի գազը իրարից ունեն մի քանի տարբերություն։ Այդ սլանցվի գազը ամերիկացիք այդ քանակները, որ բերեն ամբողջ Եվրոպային, ապահովեն եւ 500 միլիոնանոց Եվրոպան, որը աշխարհում իր քանակով տալիս է մեծ քանակությամբ նաև արտադրանք, դա հնարավոր չէր։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Երբ որ ես ձեզ ասացի, որ ռուս-ուկրաինական պատերազմը դա նրա համար է, որպեսզի Ուկրաինան ոչնչանա եւ միևնույն ժամանակ Ռուսաստանը թուլանա եւ բնակչությունը եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում հատկապես տղամարդիկ վերանան, կարող է մի քանիսի մոտ ծիծաղ առաջացրեց։ Բայց երբ ուսումնասիրում ես բոլոր երկրները եւ բոլոր երկրներում ունենալով ծանոթ մտերիմներ զանգում հարցնում, բոլոր եվրոպական երկրներում էլ գազը կա։ Բոլորն էլ օգտվում են այդ գազից եւ այդ գազը կա բոլոր երկրներում։ Այսինքն որտեղից է գալիս այդ գազը։ Եթե մենք վերցնում ենք հին ժամանակները, ապա սովետական միությունը գազամուղ եւ նավթամուղ այս քարտեզը միայն սոցերկրներ էր ուղարկում եւ սոցերկրների համար կոչվում էր այդ գազամուղ նավթամուղը դրուժբա 1.85 1.89 տրամագծով այդ խողովակներով ասնում էր եւ ամբողջ սոցերկրները ապահոված էր դրանով։ Բայց այստեղ նաեւ հարց այլ երկրներից, եթե աֆրիկական երկրներից պետք է այս ձևով գար, բայց ինչի եթե Թետչերը հայտարարում է, որ Սովետական միությունը պետք է լինի 30-50 միլիոն մարդ, որպեսզի մեզ ապահովի Մենդելեևի աղյուսակը, այստեղ սա իբր ընդհատվում էր։ Ոչ, սա չէր ընդհատվում։ Երբ որ արդեն բրուտները ցանկացան ավելի մեծ քանակությամբ, քան Սկանդինավիայից եւ
Ռուսաստանից ստանալ ավելի մեծ քանակությամբ եւ ապահով նավթ, գազ, այդ դեպքում, քանի որ դա իրանցն է, ամբողջ աշխարհը, այդ ժամանակ երևի բոլորդ էլ հիշեք 2000 երևի 6-7 թվականներն 7-8 թվականներն էր կամ մի քիչ ավելի ուշ լեհերը այստեղ հրաժարվեցին թողնել այդ գազամուղը, որպեսզի գար Լեհաստանով եւ նրանց պրեզիդենտին սպանեցին Ռուսաստանում եւ այդ նավթամուղը անցավ Բալթիկ ծովով։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ իբր տրաքացրել էին եւ ցուցադրեցին կադրեր իբր տրաքացրել են, բայց երբ որ ավելի կոմպետենտ մարդկանց ես հարցրեցի, որ որտեղից է ստացվում Գերմանիայում այս մասում եւ մոտակա երկրներում գազը, ասացին, որ այս միջոցով է եւ նրանք նույնիսկ ծիծաղեցին, որ այստեղ պայթեցվել է, թեպետ ես հարցը տվել էի նրա համար, որովհետեւ գիտեի, որ չէր պայթեցվել։ Սրանով ինչ է ապացուցում։ Սրանով ապացուցում է, որ համաշխարհային այդ կառավարությունը բրուտյան ամեն տեղ ձեզ ստում է։ Ամեն տեղ ձեզ ստում է եւ հարցի պատասխանը պետք է գտնել այնտեղ։ Խաբել բոլորին, գները բարձրացնել նավթի գազի եւ միևնույն ժամանակ անվնաս իրենք անընդհատ բոլոր տեղերից ստանային էներգիայի աղբյուրները, իսկ մնացածին ստրեսի մեջ գցել, մեկը մյուսի նկատմամբ թշնամացնել եւ այլն եւ միևնույն ժամանակ վերացնել Ուկրաինան։ Քանի որ նորից կրկնություն չլինի, Ուկրաինան սովետական միության մեջ Ռուսաստանից ավելի տասնապատիկ անգամ զարգացած երկիր էր եւ այնտեղ ինժեներատեխնիկական աշխատողները լավագույններից մեկն էին աշխարհում եւ մինչ օրս եւ նրանք Ուկրաինան ոտքի կանգնեցնեին։ Թեպետ վերջին մի քանի 10 տարվա ընթացքում նրանք արդեն ոտքի են կանգնեցնում եւ կարող էին ռակետներ տարբեր տիպի նաեւ ունենալ եւ ինքնաթիռաշինություն եւ այլն, դրա համար պետք էր ոչնչացվել։ Եվ այսօր հարց է առաջանում. Ուկրաինա-Ռուսաստանը կռվում են։ Ուկրաինայի տարածքով անցնող գազամուղ նավթամուղները այսօր աշխատում են, թե ոչ, կասեք ոչ։ Բայց Ռուսաստանը ռմբակոծելուց ռմբակոծում է գործարան ֆաբրիկաները, բայց այդ գազամուղ նավթամուղին չի վնասում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ղեկավարությունն է լուր, որ այդտեղով նորից գազ ու նավթը անցնում է Եվրոպա։ Թեպետ այժմ քիչ քանակի, բայց նորից անցնում է։ Այդ մասին լռություն է։ Այսինքն բոլոր այս կոմիկներին դրել են նրա համար, որ ձեզ ցուցադրեն, որ այսինչը այսպես կատարվեց, այնինչը այնպես կատարվեց, բայց ամենակարևորը Բալթիկ ծովով անցնողն էլ դրա համար արեցին եւ սպանեցին այս Լեհաստանի նախագահին, մի րոպե, Լեխ Կաչինսկուն սպանեցին նրա համար, որ նա թույլ չտվեց, բայց այդ նույն անձնավորությունը հրահանգ էր ստացել, որ թույլ չտա, այսինքն այս ուկրաինական պատերազմի ժամանակ էլ ռուսական այս գազուղին կախված չլինի Լեհաստանից, քանի որ Լեհաստանին նույնպես ուղարկում են, որպեսզի Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ մտնի պատերազմի մեջ։ Եվ պատճառը դա էր, որպեսզի սա լինի անվնաս եւ ոչ մեկից կախված չլինի, դրա համար նա անցավ Բալթիկ ծովով եւ հիմնականում մատակարարում է Գերմանիա եւ այս բրիտանական բոլոր կղզիները գազով։ Այնպես որ ինչ հարց ձեր մոտ բարձրացնում են, որ այս հարցը այսպես է, թե այնպես է, այդ հարցը նրանք ձեզ այլ ձևով են ներկայացնում,
բայց լուծումը ընդհանրապես այլ լուծում ունի։ Եվ նաև նրա համար էր դա արվում 20-ական թվականներին, որպեսզի ռուսները ալիբի ունենան, որ 22 թվականին ներխուժելով Ուկրաինա եւ իրենք նաև այս ճանապարհով են իրենց գազ ուղարկում, քանի որ Բաքուն այդքան էլ գազ չունի, նա հազիվ իրեն մատակարարի, դա նաև թուրքմենական եւ ռուսական գազներ, որ գալիս էր այսպես գնում Եվրոպա։ Իբր սա էր միակ ճանապարհը, իզեր փաշում ես տնտեսական ձևով որպես տվյալ բնագավառի ինժեներ, ապա այդ Բաքու Ջերյանի տրամագիծը այնպեսին է, որ նա կարող էր ապահովել, այստեղ վերցնենք միայն Բուլղարիա, Իտալիա, հարավսլավական այս մի քանի երկրներին կիսով չափ կարող էր այսքանին ապահովել։ Եվ իբր Եվրոմիությունը պատճում էր արդեն ալեվի հետևը եւ այլն, դրա համար մենք Հայաստանը տուրը տվեցինք։ Եվ այս ամենը նույնպես բլեֆներ էր, որ ադրբեջանական նավթը եւ այսպես Հայաստանին կտրեցին իր իսկական էթնիկ հողի մի մասից։ Եվ այս ամենի մեջ նաև Հայաստանի կառավարություն կոչվածներն էլ էին, այս ամեն ինչի մեջ։ Դրա համար, երբ որ հարցը քննարկում եք կամ ձեզ ներկայացնում են, լրիվ ուսումնասիրեք, նաև հարցերեք, նաև կատարեք ինքներդ տնտեսական հաշվարկ, թե քաղաքական, թե ռազմական, այստեղ կա ճշմարտություն, թե չկա ճշմարտություն։ Ես հարցեր կան, որ ասում եմ, թռուցիկ անցնում դրա վրայով, սպասում, թե ինչ արձագանք կլինի, կարդում նաև ով ինչպես է արձագանքում, հետագայում, եթե չի լինում այդ հարցի վերաբերյալ պատասխան, նոր այս ձևով ներկայացնում են, որ այստեղ նույնպես խաբել են այս երևույթի համար, նույնպես խաբել են եւ ռուսամետները, որ Ռուսաստանը, մեր պաշտպանը, Ռուսաստանը ձեր պաշտպանը չի, կանցնենք նաև այդ հարցին։ Այժմ հեղափոխություն, ինչպես Նիկոլի հեղափոխությունն էր, կամ այս տականքը, կամ այն մարդու կնիկը Կանադայից, որ եկան եւ այլն, ամեն տեղ էլ այս նույն ցիրկը ցուցադրում են։ Երբ որ այս ցիրկի ժամանակ ասացի, տեսեք սրա ձեռքի այս հեռախոսը, ասացի այդ շքերթի ժամանակ գողացեք հեռախոսը, փախեք։ Մեկը մյուսին տալով տարեք, տեսեք, որ սրա հետ է կապը, թե որ մոմենտ ինչ պետք է կատարի։ Եվ նույնիսկ Օսեփյանին տված այդ իր նամակը, որ անցավ փշալարի վրով, այդքանը բավական էր, որ ժողովուրդը եւ հայությունը ընդհանրապես դեմ կանգներ սրան։ Երկրորդը, այս տականքը 93 թվականից, որին պատրաստում էին այս օրվա համար, իբր ձեռքն էլ կտրվել էր եւ սարտիկ էր վրան դուրս եկել, այս ամբողջը կամ սրանց բերելը, այս ամբողջը լրիվ ծրագրավորված էր, մենակ դուք չհասկացաք, որ նաեւ այստեղ կանգնածները, ինչպես նաեւ այն էլեկտրիկ Երևանի ժամանակ, երբ որ ասում է այդ լակոտների կողմից հեռու կանգնեք, հազարավոր հայոյանքներ էին գալիս իմ հասցեին, հետո նոր ներողություն խնդրում։ Նույնը սրա ժամանակ, հազարավոր հայոյանքներ, հազիվ Հայաստանում ստեղծվեց մի նորմալ կառավարություն, Նիկոլ Տիգրան Մեծ եւ այլն, Քրիստոսու ամեն ինչ էիք ներկայացնում։ Էմոցիաները ընդհանրապես թողեք մի կողմ, ինչ որ լսում կամ տեսնում եք, սառը դատեք, նոր կատարեք այդ գործողությունը, կամ ոգևորվեք, կամ արտասանեք։ Իմիջիալոց մեծ մասին օգտատերերին առաջարկում եմ, ոչ թե արանք երկու բառ լսելով, հետո ինձ հարցեր տվեք, այլ եթե լսում եք, լրիվ լսեք, կամ ընդհանրապես մեկ լսի իմ հաղորդումները, իզերբ լսում եք, լրիվ լսեք եւ հասկացեք ինչի մասին է խոսքը,
եւ որտեղ եմ ես կրակում, ինչ եմ ցանկանում ասել այդ հարցով։ Այս հարցով ոչ թե այս հեղափոխությունը, արդեն բոլորդ էլ գիտեք այս հեղափոխության մասին։ Նույն նման մի սցենար նաև ստեղծելու են այս նոր ժամանակներում։ 26 թվականին բերելու են սրա նման նորից մի կազյոլի եւ ասեն, որ այս ինչ է այսպես է, ինչ է այնպես է։ Եվ նախորդ ֆիլմում ասել եմ չկրկնեմ, հետագայում, որպեսզի Նիկոլին հայազգը չկախի, Նիկոլը դառնում է հերոս, իսկ այդ նոր տականքը, որը արդեն իր վիզն է վերցրել, որի տվյալները լրիվ մենք ունենք, թե ում են ցանկանում տալ եւ ով է Հայաստանը 30,000-ից 10,000 դարձնելու, այդ տականքի հեչ պետքն էլ չէ։ Դրա համար լավ ուսումնասիրեք նաև ամեն ինչ, որպեսզի այդ տականքին չփոխեն, քանի որ ազգի մի մասն էլ հասկանում է, որ դա տականք է, եւ մյուսներին նույնպես հասկանում է։ Մենք վերջում կասենք, որպեսզի չկարողանան դրան փոխեն ավելի մի այլ տականքով, որովհետև ոչ բոլորը կարող են իրեն վրա վերցնել այդ բեռը, ինչպես Նիկոլը վերցրեց կամ մյուսները։ Հետո երբ որ Նիկոլի հենց առաջի օրերին ասում էի, այդ տականքը նույնիսկ խոսալ չգիտի, Հայկո Մկոյի անեկդոտներից բացի Նիկոլը այլ բան, երկու նախադասություն իրար վրա ասած չի հասկանում, թե ինքը ինչ է խոսում։ Միևնույն ժամանակ թե դիմացինը եթե հայերեն է խոսում կամ ոչ հայերեն, այդ բոլորը դա նրա համար անհասկանալի է, քանի որ ինքը լրիվ չի կարող, ընդունակություն չունի լսի եւ հասկանա։ Եվ դրա համար ձեզ առաջարկում եմ, որպեսզի հասկանաք, լսելուց հետո հասկանաք, եթե չեք հասկանում, նորից այդ մասը դիտեք, այսպես թե այնպես մեծ մասը ազատեք ոչ գործ կամ ոչ այլ աշխատանք կամ զբաղմունք ունեք, լրիվ լսեք, հասկացեք իմաստը, հետո շարունակեք մնացած մասը լսելու։ Նույնպես կատարելու են այս բանը, բայց սրա գիրք գրելը արդեն եւ այդ գիրքը, որը միայն կարող էին այդ գիրքը գրել բրուտները, քանի որ այն ինչը ինքը իր գրքում նշում է եւ դա գլոբալիստական արդեն նոր աշխարհակարգ ստեղծելու մասին է այդ գիրքը, 93 թվականին այս լակոտը չէր կարող հասկանալ, որովհետեւ նա գիրք գրել կամ ինքը ով էր իրեն իրավունք տվել կամ ինչ միջոցներով էր գիրք գրում։ Միևնույն ժամանակ իր վարչապետ նստելուց 2-3 օր հետո արդեն անգլերեն էր խոսում, միանգամից եկավ նաև Կանադայի այդ վարչապետը բրուտների կողմից եւ տվեց, որ Ղարաբաղը ինչպես տա Հայաստանն ինչ անի, ամբողջ փաթեթը ստացավ, ոտքերին էլ հագավ հայկական դրոշով նասկիները։ Եվ այդ ժամանակ նա խոսում էր անգլերեն, նորից ասացի 4 երեխա տեր, այդ լելոտ ճենջոտ տանը ապրող այս տականքը իր ճենջոտ կնոջ հետ միասին, նրանք սրա նրա վրա կլյաուզ են գրում, որտեղից նրանց այդ գումարը, որպեսզի 4 երեխեքի տերը նաև ռուսերեն եւ անգլերեն գնա սովորի։ Այնպես որ պատահական ոչ մեկին ոչ սրանք բերում են եւ ոչ էլ պատահական որևէ մեկը կամ նորմալ հայ կարող է նստել հայոց գահին, եթե չլինի վերևից հրահանգ բրուտներից եւ սրանք հլուհնազանդ չկատարեն, կամ ազգի մեջ պետք է լինեն անհատներ, որոնք ոչ թե 100,000 պետք է հավաքեն իրենց 4 կողմը եւ հնձելով գնան, այլ կասվի նաեւ այդ մասին, ինչպես պետք է կատարել այդ ամենը։ Եվ այստեղ բացի ինքը, այս մնացած իր կողքը հավաքված տականքները նույնպես վարձատրված, բայց փոքր գումարով տականքներ են։ Այսօր իր այդ կուսակցության
մեծ մասը հասկացել են, որ իրենք 10,000, 20,000, ամենից շատը 1-2 միլիոն դոլարանոց տականք են, բայց իրենց կյանքի հետ իրենք համեմատելով գտնում են, որ դա գումար չէ, որ դրա դիմաց ծախվել են։ Հասկանալով, որ այս տականքը և սրանք միասին միլիարդներ են տարել, և նրանք էլ գիտեն, որ իրենք հարվածի տակ են, բայց իրենք էլ հետ դառնալու ճանապարհ չունեն, քանի որ արդեն ծախվել են, ոչ միայն ծախվել են, Սերժիկը և սրանք մի քիչ ավելի զուսպ էին, այս տականքը բոլորին դեմ է տալիս և այդ մասին, եթե լուրջ չունենայինք չենք ասի, դեմ է տալիս, որ այսպես ծախվել ես, եթե իմիջանես կտանեմ կնստեսնեմ կամ ամբողջ աշխարհը կիմանա և դրանից հետո դատավարություն կլինի վրեդ, եղածը կտաս ու կնստես, քեզ էլ չենք թողնի խոսես, որ ասես մնացածը։ Եվ Արցախյան պատերազմի ժամանակ նաև շատ էր ելույթ ունենում մի երիտասարդ, որը փախել էր Ղազախստան, ասել եմ այդ մասին։ Այդ երիտասարդը փաստեր էր բերում, որ Արարատ այսօրվա այդ ազգային ժողովի նախագահ Արաբատ, ինչ եք ասում դրան, դա և մի քանի հոգի գնացել են Թիֆլիս և Ալիև սրա պապայից ստացել գումարները, բերել և բաժանվել է այս բոլորի միջև, որպեսզի այդ հեղափոխություն և այլն ամեն ինչը կատարվի։ Նույնը կատարվել է բոլոր ժամանակներում և այսօր, որ ասում են Նիկոլա Ալիևի դեսպանն է Հայաստանում, սխալ չեն ասում, բայց ասողները այն մարդիկ են, որոնք իրենք նույնպես ժամանակին, երբ որ այսօր դիտում ես հայկական մեդիա դաշտը կամ նրանք, ովքեր նաև նոր ընտրություններում իրենց են ներկայացնում, կամ խոսում են որպես համաշխարհային փիլիսոփաներ կամ հայկական այդ քաղաքագիտության տարբեր բնագավառների դոկտոր պրոֆեսորներ, չեք գտնի մեկին, բացի ինձնից միգուցե նաև մի քանի հոգի, որոնք ասած լինեին, որ Նիկոլը դավաճան է և Նիկոլին բերել են այս գործը անելու համար։ Միակ ոչ ընդդիմություն սերժական թևի ասողը եղել է Շմայսը, որն ասեց Նիկոլը դավաճան է, կգա ժամանակը կտեսնեք։ Եվ չէր կարող դա չասել, քանի որ այդ կարգի մարդիկ նաև ճշմարտություն են խոսում։ Այնպես որ պատահականություն չէր նաև, որ գիրք էր գրել, որ անգրագետին, երբ որ Հայաստանի այդ որպես ֆիրմա է բացում, այդ ընկերությունը, չգիտեմ Հայաստանում ոնց է կոչվում դրա համար, այդ ընկերությունը բաց չի նայում, որ կրթություն չունի, նա ոնց է ինքը բացում ժուրնալիստական այդ թերթը, դա նույնն է, որ վերցնենք, ասենք, որ մի տրակտորիստ գրի, որ վերցնում եմ և բացում եմ նոտարի գրասենյակ, այդ հարցերը, այսինքն այդ հարցերը անցել է վաղուց սրանց տակով և սա միայն բոլորի վրա ալիբի ունենալով իբր թերթ է ունեցել այդ ամենը կատարել։ Այսինքն իր 93-ից այս կողմ ամեն ինչ եղել է անօրինական և այդ անօրինականությունը մինչ օրս կատարվում է և կատարվում է նա, որ ասացի այս տականքի ժամանակ պետք է լինի անարխիա։ Այսօր ոչ ոք չգիտի Հայաստան որքան փող է մտնում բյուջե, որքան է դուրս գալիս, որը ուր է գնում, ցանկանում է եկեղեցի է փակում, գիտությունների ակադեմիա, դպրոցներ է փակում, ոչ մեկի պետքը չէ, հետո ասում եք եկեք օգնեք, ում ինչի համար օգնվի։ Հաջորդ հարցը, նաև Օրբանի հարցը, ձեզ ինչ է թվում, Օրբանը Պուտինի ճուտն է, թե Օրբանն ով է, ինչպես Օրբանը նաև
Սլովակիայի և այլ բոլոր ղեկավարներ, սրանք բոլորը պատկանում են Բրուտին։ Եվ սրա խաղալու իմաստը նա է եղել, որ իբր եթե հանկարծ գտնվի, որ նորից ամբողջ Եվրոպան ստանում է ռուսական գազն ու նավթը, որպեսզի չլինի այնպես, որ Եվրոպան իր ցանկությամբ դա արեց, կամ իբր Տրամպը փորձում է իրենցը տալ Ռուսաստանին նոր սանկցիաներ, այլ սա էր մեղավորը։ Եվ սա խաղում է Բրուտյան այդ դերը։ Միևնույն ժամանակ տեսնում եք և սրա հետ է լավ, և սրա հետ է լավ, այսինքն սրանք իրար հետ մեկ-մեկ չեն կարող հանդիպել, ճակատ-ճակատ խոսել, թե այդ ռուսական նավթն ու գազը, որ Ուկրաինայով հիմա էլ է անցնում դեպի Եվրոպա, որի փայը որն է, խնդրեմ, կա մարդը, որը այդ գործողությունը կատարում է սրանց միջև, և էս նույնը։ Եվ սրանք, որ Ալիևի հետևն էին համբուրում, և Հայաստանը արդեն իրենց պետք չէր, քանի որ ձմեռ էր, իրենք սառչում էին, այդ ամենը բլեֆներ էր։ Բրուտը այստեղ, եթե նայում ես սրանց դեմքին, բոլորը տականքներ են, բոլորը ոչնչություններ, և պատիվ ունեցող մարդը չէր կարող աշխատել։ Դրա համար, որ Օրբանին դարձնում են Պուտինի ճուտն է, չէ, Պուտինն էլ Օրբանն էլ Բրուտի ճուտն են։ Եվ ամեն մեկը իր դերն է այստեղ խաղում։ Դրա համար ես Օրբանի մասին շատ էին հարցնում, մոռանում էի այդ մասին։ Հիմա Ալասկա կամ Անկարա։ Ինչ է այստեղ կատարվում։ Ռուսներն ուժեղ են, անցնենք ռուսների կողմը։ Բրուտը ինքը թքած ունի և սրա վրա, և սրա վրա, թեպետ երկուսի հետ էլ մեկ-մեկ կամ մի-երկու անգամ հանդիպել է, բայց արդեն հրահանգները տրվում է սրանց կողմից, այս ծաղրացուն է հրահանգը տալիս, ասում է այ Բորենի, քեզ տալիս են կես միսը, այսինքն Ուկրաինայում էս անում, որպեսզի դու ոչ թե ծախված Բրուտյան տականք դուրս գաս, լրտես, այլ դուրս գաս Ռուսաստանի հերոս, նորից չշարունակես քո գործը, դու էլ այստեղ մեզ զիջում կանես։ Այս տականքին էլ այլ գործ են ասում, Սիրիայի, Հայաստանը և այլն, սա էլ ասում է, դե Հայաստանի այսքան էլ տվեք էս անեմ, բայց ոչ թե Հայաստանի այսքանը տվեք էս անեմ, սա հասկանում է, որ ինքն է ուզում, այլ հենց սրանց է պետք Հայաստանի այսքանը, որովհետև ոչ իրենք են պետք իրեն, ոչ Հայաստանը, նոր աշխարհ ստեղծելուց։ Դրա համար եթե մտածում եք Թուրքիան ուժեղ, Ռուսաստանը ուժեղ, Ամերիկան ուժեղ, բոլորը դրանք Բորենիներ և Չաքուշներ են Բրուտի ձեռքին։ Աշխարհը լավ հասկացեք, ես նաև այսպիսի մասնավոր դեպքեր եմ բերում, որպեսզի դուք այս մասնավոր դեպքերով հասկանաք այս ամենը։ Արցախի և Հայաստանի հարց է քննվում Անկարայում, բայց հայերը չկան, կան միայն ամերիկացիք, կան միայն թուրքերը, ռուսները, ադրբեջանցիք, բայց հայերի մասին խոսք չկա, և Եվրոմիության ու Ֆրանսիայի անդամները, թեպետ Ֆրանսիան էլ է Եվրոմիությունից, բայց հայերը չկան։ Ղրիմյան հայրիկի նույն պատմությունը հիմա է կատարվում, և այսօր որ այս տականքը ուրախ խոսում է, այս արեցին, կամ դուք տեսակ այդ Վենսի հետ հաղորդումը, այն երեխեք կան, որ ծնունդին տալիս ես մի հատ շոկոլադ, ուրախությունից չգիտի ինչ անի, այդ իրավիճակում էր։ Այսինքն սրանք միայն գլոբալիստների հարցեր են լուծում, սրանք այլ հարցեր չեն լուծում։ Զինված ապստամբություն, ասացի ավելի մանրամասը ասեմ, որ մի քանի հարգված օգտատերեր նաև սա լավ հասկանան։ Զինված ապստամբություններ միշտ եղել է, թեպետ Կաստրոն 8-ից 20 հոգով կատարեց դա, նաև Մանդելայի հեղափոխությունը և այլը կան, բոլորին, որոնց հերոսներ են դարձնում։ Այս մասին խոսենք, որպեսզի հասկանալի լինի։ Ռուսական հեղափոխությունը պարզ էր, որ կատարվեց
բրուտների կողմից նախ բերվեց հարուստ ցարից հարուստ մի անձնավորություն Կիև, որտեղից մատակարարվեց եւ լատիշական Ստրելկովի դիվիզիան կատարեց այդ ամենը։ Ոչ ոք այստեղ չի խառնվել, Չապաև, Մապաև, բան, դրանք բոլորը սուտ է։ Հետագայում էլ այդ դիվիզիային տարան Սիբիրներում բոլորին գնդակահարեցին։ Հայաստան Սասնա ծռերի այս անդամները, հատկապես այս երկուսը, իրոք հայրենասեր մաքուր տղերք են եւ միշտ էլ ցույց են տվել դա, բայց զո գնացին նրան, որ սա Սերժիկյան ծրագիր էր, սրանց խելքը կերան, տղերքն էլ ազնիվ տղերք լինելով հիմա բերդերում փթում են, բայց տականքները դրսում են, Ժիրիկը պլյուս ձեզ օրինակ եւ մյուսները։ Այսինքն Հայաստանում, քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորն էլ լավ ճանաչում են եւ իրական հայերից շատ քիչն են մնացել, նմանները մեծ մասը հեռացել են, այս տղային լավ չեմ ճանաչում։ Բոլորը գնացել են, մնացել են միայն քիչ հայրենասերներ եւ տականքները։ Դրա համար այդ տականքները միշտ Հայաստանում պետք է հաղթեն։ Կաստրոյի մասին ասել եմ, նորից կրկնեմ, Կաստրոյի հեղափոխությունը բրուտը կատարեց նրա համար, որ իբր Կաստրոն հեղափոխություն կատարեց, այստեղ հարցը որն էր, որպեսզի ավելի մանրամասն կարողանան օգտագործել սովետական ատոմային զենքերի ռակետները, դա էր, եւ սովետական սուզանավերը, որոնք վխտում էին Ամերիկայի ափերին, իբր նաև մեր Միկոյանն էլ գնաց, կինը մահացած էր, ինքը գնաց եւ համերաշխություն բերեց, պատճառը նա էր, որ նաև դրանց գծագրերից բացի նաև կենթանի տեսնեին ինչ է կատարում, ինչպես նաև վետնամյան կռիվը, դա մեր MiG-21-ի համար էր այդ ամբողջ կռիվը, որպեսզի նրան տեսնեն, չէին էլ կարողանում շարժիչը, վերջը ուկրաինացին փախցրեց MiG-ը Ճապոնիա, 2 օր հետո իբր հետ տվեցին, բայց լրիվ ամեն մի շուռուբից բռնած քանդել էին, MiG-ի վերցնելով մեր Միկոյանի շարժիչը, այսօր բոլոր շարժիչները այդ հիմքի վրա են, ինչպես նաև եթե ավտոմեքենաներ ես դիտարկում, սկսում են սպորտային այս ավտոն կամ այս երկրի ավտոն է լավը եւ այլն, բոլոր այդ ավտոների շարժիչները կամ Լամբորջինին կամ Ֆերարին են ստեղծել, մնացածը դա գողություն է եւ մի հայել կար կորպուսային դետալները ավելի լավ կառուցվածք, որը նաև այսօր անգլիական մեքենաներն են օգտագործում, Մագլորենը եւ այլն։ Այս ամենին պետք է լավ ճանաչել, հասկանալ, որպեսզի պարզ լինի ամեն ինչ, սրա հեղափոխությունը ինչի համար էր, իսկ սրա հեղափոխությունը ինչի համար էր, որովհետև սա գերմանացիք էին վերցրել, որպեսզի գերմանացոնց քշվեր, գային բրուտները եւ այս կապը այսպես նույնպես լինել, սրանք այստեղ ունենային իրենց հենակետային կապը այս ճանապարհի վրա, սրա համար էր նաև, որ սրան իբր հեղափոխական էսեն դարձրեցին նաև կիսաաստված նման տականքների, այնպես որ հասկացեք, որ աշխարհը ինչպիսին է, բայց ձեզ ինչպես են ներկայացնում, դա այդպես չէ, նաև հայ աստվածների մասին կրկնել եւ ասում եմ, տարբեր հարցեր են տալիս, առաջի հարցը, նրանք ինձ հրավիրել են, թե ոչ, քանի որ նրանք աշխատում են սվերխ գախտնի, շատ գախտնի եւ նրանց տեղը ես նույնիսկ չգիտեմ, նրանք ինձ չեն էլ ասել, ես իրենցից այն որ ասում են դեմ դիմաց տեսել եմ 2 հոգի, Մբուբային եւ մի կնոջ, մեկը սևամորթ, մեկը սպիտակամորթ եվրոպական կին, որոնք խոսել են հայերենով, բայց իրենց հայերենով, բայց ես հասկացել եմ ինչ են նրանք ասում,
եւ հասկանալի ձևով է ասել, ավելի մատչելի է, քան արևմտահայերենը, խոստացել եմ եւ իրենց այդ համաձայնությունից հետո մի քանի նախադասություն կդնեմ կամ բառեր, որպեսզի իմանաք նաեւ ինչպես են նրանք խոսում։ Ինձ առաջարկել են նրանք, որ իրենց միանամ։ Ես քանի որ մութ սենյակներից կամ փոքր թեկուզ ստադիոնի չափ սենյակ լինի փակած, ես արդեն դրանից վատ եմ զգում։ Ունեմ նման հիվանդություն, պլյուս այդ հիվանդության պատճառով ես չէի կարող նրանց հետ այդ տարբեր պայմաններում աշխատել։ Նրանց անդամները սկզբում միայն հայեր եւ մի քանի մարդիկ էին, ինչպես նաեւ Հանսը Գերմանիայի եւ Մբուբան Աֆրիկայից, մնացածը հայեր էին, հիմա արդեն 500-ին մոտ են իրենց տված տվյալներով եւ տարբեր կարգի փորձեր են կատարում։ Իրենք համարում են հայա, չեն համարում հայ, դա իրենց գործն է, քանի որ նրանց ինֆորմացիան ավելի մեծ է, քան երկրագնդում պտտվող ինֆորմացիան, գիտական տեսակետից, գիտության տեսակետից, եւ նաեւ պատմություն եւ նաեւ ամեն ինչ։ Նրանք ավելի մեծ ինֆորմացիա են ստանում եւ բացի ստանալը նաեւ իրար հետ շփվելով ավելի մեծ ինֆորմացիայի տեր են, քան որևէ մեկը։ Միևնույն ժամանակ նրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից։ Իրենք են ընտրել իրենց մեջի լավագույններից լավագույնին։ Դա Մուրադ Խալթեցին է, որը գիտնականների իրենց ասածով, որը հետագայում խեղաթյուրել են ինչպես ամեն ինչ, արքայից արքա, այսինքն բոլորի արարքները, այն գործողությունները, այն գյուտերը, ամեն ինչը ինքը ուսումնասիրում է, ունի 3 փոխնեկներ, նրանց միջոցով մի ժամանակ շատ էին այդ փոխնեկները, դրանց միջոցով կատարում է, ամփոփում են ամեն ինչ, գլխավոր աստված է Հայկազան տունին, նշանակվել է մի քանի ամիս առաջ, եւ 12 աստվածներ, որոնք հիմնականում օրինակի համար վերցնենք, որպեսզի ինձ էլ ավելի հարազատ լինի, վերցնենք Տիեզերքի Աստվածը։ Տիեզերքի Աստվածը այդ հարցերն է քննարկում։ Այնտեղ գտնում են գյուտեր, նախ այս Աստվածն է սա ներկայացնում այդ գյուտերը, հերթով հասնում են վերև եւ ընդունվում է, թե չի ընդունվում կամ ինչպես է ընդունվում մասնակի թե լրիվ, այդ բոլորը իրենց գործն է։ Այդ ձևով են նրանք աշխատում եւ նրանք նաեւ ունեն իրենց մարդիկ ամենտեղ, ինչպես նշել եմ 67 միլիոն նաեւ տարբեր ազգերի, եթե գեներով ստուգեն, կպարզեն, որ նրանք օրինակի համար ռուս է, նման ազգ չկա, բայց ասենք գերմանացի, գեներով նա գերմանացի է, բայց իր հիշողությամբ եւ որը ամենակարևորն է եղել հայայի համար, այն ստացած ինֆորմացիայով նա հանդիսանում է ոչ գերմանացի, այլ հանդիսանում է հայա կամ հայ։ Դրա համար նրանք այդքան հանձնավորություններ են եւ ծառայում են այս գաղտնի կազմակերպությանը, որը իրոք աշխարհի տերն է, իրական, քանի որ գիտությունն է, որ կարող է տալ այն ամենը, որպեսզի մարդիկ ճիշտ ապրեն մոլորակում, ոչ թե տականքները։ Ինչ տարբերություն, եթե մենք այսօր ցնենք այս տականքներին կամ բրուտներին։ Բրուտները աշխարհն են քանդել, հիմա կասեք սարքել են այսքան հեռախոսներ, կոմպյուտերներ, ինտերնետ եւ այլն, կոսմոս են թռչում։ Նրանք ավիրել են, եթե միտեղ մի բան ես օրինակի համար այդ օրենքները նման են կշերքի։ Եթե դու այստեղ մի բան ես կառուցել, որ այս կողմը ծանրանում է, իսկ այս կողմը թեթևանում, դու ինքդ քեզ ես վնաս տալիս։ Հավասարակշռությունը պետք է պահպանվի։ Ինչ տարբերություն է տականքները, թե բրուտները կամ
մյուսները, դա նույն բանն է։ Դրա համար սրանց օրենքները եւ սրանց իրենց ոչ թե սրանց իրենց այդ ամբողջ կանոնադրություն եւ այլն շատ խիստ օրենքների վրա է։ Ես իրենցից բացի հրաժարվելը, իրենցից, ինչպես նշել եմ, իրենք սահմանափակ ինձ ռուսական սայթում, իրենցից ունեմ մեկ առաջադրանք, որովհետեւ ցանկացած պահի, որը արդեն սեղագրված եւ մաքրագրված ամեն ինչը վաղուց պատրաստ է, մի քիչ ավելի նորմալ փոփոխություններ եմ կատարել մի քանի տարի առաջ, տիեզերքի գաղտնիքի ամբողջը երբ որ պետք է իրենք ինձ հրահանգ պետք է տան, որպեսզի ես դա թողարկեմ։ Միայն դա է, որ ինձ իրենց հետ կապում է, եւ նաեւ նա, որ իրենք շատ գաղտնի են իմ օրինակի համար, եթե ինձ բռնեն ոչնչացնեն, ես ոչինչ էլ չգիտեմ իրենց մասին, որ եւ ամենակարևորը, որպեսզի իրենք միշտ մնան գաղտնի, իրենց համար դա է կարևորը։ Նաեւ այստեղ մի հարցի մասին խոսեմ, որպեսզի նաեւ իրենց մասին պարզ լինի։ Ինչպես նշեցի, 67 միլիոն մարդ ունեն տարբեր երկրներում։ Ձեզ ինչ է թվում, բրուտի մոտ նրանք իրենց մարդը չունեն, նույնիսկ բրուտի խոհարարներ, այդ անձնակազմի ամեն տեղ ունեն իրենց մարդիկ։ Ինչի չեն վերացնում բրուտին։ Նաեւ այս հարցի պատասխանը տամ, որպեսզի հասկանաք։ Քանի որ եթե մենք դիտենք աշխարհի քարտեզը դիտենք թեկուզ միայն Եվրոպայի քարտեզը, ապա կտեսնենք, որ մի քանի ազգեր են, որոնց նշել եմ այստեղ եղել, մնացածը հայերն են գնացել եւ նրանց թե սովորեցել, թե այս մասերում ապրել ժամանակավորապես, գտել տարբեր նյութեր, տարբեր բույսեր, ամեն ինչի համար, բրուտը ստեղծեց տարբեր տիպի ցեղախմբեր, ազգեր։ Եվ ինչպես նշում եմ, չեչենները 1000 անգամ հայերի դուռն են եկել, իրանցիների, արաբների եւ այլն, որ որևէ մեկի մոտ մի փոքր գրանցում չկա, թե մենք իրականում ով ենք։ Նույնը այս մարդիկ իրենք չգիտեն, թե իրենք ով են։ Ամեն մեկին ասում է 1500 կամ 400 տարվա ազգից դրանցով սահմանափակվում են, քանի որ իրենք էլ չգիտեն իրենք ով են եւ այդ տերիտորիայում ապրում։ Հիմա եթե աստվածները դուրս գան, ոչնչացնեն ինչ-որ բան եւ բրուտին, պարզ է, որ բրուտների այդ խումբը նոր բրուտ է դնելու, կամ վերացնեն այդ գազին ընդհանրապես իրենց այդ ոչնչացնելու ձևով։ Դա ինչ է տալու նրանց, ոչինչ չի տալու, ինչի համար։ Քանի որ նրանց պետք է աստվածներին, որպեսզի բրուտը աշխարհի առաջ մեղա գա եւ ասի, որ սրանց բերել է օրինակի համար, սրանց բերել է այստեղից, այստեղի հիմնական բնակիչները այսքանն են եղել, բայց այս մնացածը բոլորը բերով են, դե այս մասին բոլորը գիտեն, նաեւ այստեղ բոլորը գիտեն, բայց այստեղ որտեղից է բերել, բերել է այս մի տեսակից, բերել է այս մի տեսակից, սրանք էլ են տեսակ, սրանք էլ են տեսակ, թե չէ, սրանք իրենք իրար մեջ նաեւ ունեն այդ կռիվները, եւ թե ով է այստեղ կարևորը, ճիշտ է, այդ աստվածները բոլորը գիտեն, թե որը ոնց է, բայց բրուտը պետք է նաեւ այստեղ ինքը մեղա գա եւ ապացուցի եւ հանի իմ բոլոր գրառումները, որպեսզի սրանց առաջ այդ ամենը պարզ լինի, թե ով է։ Մարդիկ ապրում են, իրենք չգիտեն, իրենք ապրում են իրենց տանը, թե ապրում են օտարի տանը։ Սրանք գիտեն, թուրքերը, ազերիները գիտեն։ Մնացած է, նորից շեշտում չլինի, Հյուսիսային Կովկասի ոչ մի երկիր չգիտի, թե իրենք որտեղից են այդտեղ հայտնվել։ Թուրքմենները գիտեն, ղազախները պնդում են, որ իրենք
կեստերից են, բայց իրոք էստեղից են, թե էստեղից չեն։ Մյուսներն էլ իրեն այդ հարցն են տալիս։ Այստեղ ռումիններ, բուլղարներ ասում են, այդ ռումիններն ու բուլղարները եկել եք էստեղից, բայց այստեղ ու սրանք իրար հետ չեն բռնում, իրենց գենով։ Մի մասն էլ ասում է եկել եք էստեղից։ Այս ամեն խաբեբայությունը, որպեսզի ապացուցվի, պետք է բրուտը եւ հատկապես Լոնդոնը սաղ մնան, որպեսզի այդտեղ բոլոր փաստերը դուրս գան եւ մարդիկ նաեւ հավատան, ասվածները սուտ չեն խոսում։ Այստեղ նաեւ Կլաուս Շվաբի մասին տրվել է, իբր համաշխարհային այդ գլոբալիստական մեծ տնտեսական ֆորում եւ այլն, այս տականքն էլ դրա մասնակիցն է։ Այս տականքը Հայաստանի քանման լավագույն մասնագետներից եւ որոշ ժամանակ նաեւ դիրիժորներից մեկն է հանդիսանում եւ հայաստանցիներին թե Քորշուն, թե մնացած 4-ին հրահանգներ վերևից վերող տականքն է հանդիսանում սա։ Եվ երբ որ սրան շիֆրավատ են անում, այսինքն բացում գաղտնիքը, թե ինչ է սա իրենից ներկայացնում, ինչ է կարում, գլոբալիզացիան սա է։ Այստեղ սրանք դառնում են մեկ միավոր, այստեղ սրանց միացնում է, սրանք այսպես դառնում են երկու միավոր, այստեղ 3 միավորն է մնում, այստեղ 4-5 միավոր, այսքանին դարձնում է 6 միավոր, բացի Բրազիլիան, այսքանը դառնում է 7, այս 1-8, այս 9 միավոր, այս մնացածին դրա համար անտեղի չի խոսում նաև Ֆրանկ կոչված, այս դարձնում է մի միավոր, այսպես 7-8 միավոր է դարձնում աշխարհը։ Ինչ է ուզում սրանով անել բրուտը։ Առաջին հերթին պետք է թողնի մոտ 2 միլիարդ մարդ, մեկը իրենք, 1 միլիարդն էլ իրենց համար աշխատող, միևնույն ժամանակ նաև այդ ռոբոտները շտուչնի ինտելիգենցիա։ Դա էլ մի կողմ թողնենք, ամենակարևոր պահը այստեղ որն է, փող ընդհանրապես չի լինելու։ Մարդիկ անձնագիր եւ այլն ոչինչ չեն ունենալու, միան լինելու են չիպավորված եւ այդ չիպի միջոցով իրենք կարդալու են, որ այդ մարդը ինչ է աշխատում, որքան գումար է ստացել, այս ամսվա մեջ օգտագործել այդ գումարը թե չի օգտագործել, Նիկոլը արդեն այդ նույնը կրկնում է Հայաստանում, դա Շվաբսի ասածն է։ Այդ ձևով աշխարհի բոլոր մարդիկ դառնում են կոնտրոլի տակ, պահում է կրոլիկների ձևով եւ մարդը նույնիսկ իր հարազատի, իր կնոջ մարդուկին իրար հետ խոսելու ընթացքում նման մի բան օգտագործեն կամ կինը ստանա $10,000, տղամարդը ստանա $15,000, կինը օգտագործել է 8,000, տղամարդը 3,000, այդտեղ նույնպես կասկած է առաջանում եւ բռնում են կնոջը մի լավ պատժում, մարդը իրավունք չունի ոչինչ բան ասի, համաշխարհային գլոբալիստն է դա կատարում, երեխաներին նույնպես ամբողջը իրենց կոնտրոլի տակ է, այսինքն այդ չիպերը դնելով, ձեր նոր հեռախոսները, ձեր նոր հեռուստացույցները, նույնիսկ ձեր նոր արդեն լվացքի մեքենան եւ ձեր նոր հարթուկը, ձեր նոր տնային այդ ժամացույցը էլեկտրոնային, որը տանը տեղադրված է միտեղ, որ ժամանակ առ ժամանակ դրան էլ նայես, բոլորի մեջ տեղադրված են հիմա մի 30% երկրներում եւ հետագայում պետք է բոլոր տեղերը տեղադրված լինեն, այսինքն այդ տականքները պետք է ստուգեն դու կին ու տղամարդ իրար հետ նույնիսկ ինչ ես կատարում, ով գնաց զուգարան նստեց, նույնիսկ զուգարանում ինչ է կատարում, սա մարդկային օրենքներից վեր է եւ միևնույն ժամանակ ուտելիքները եւ ձեր սնունդը եւ ամեն ինչը պետք է լինի հսկողության տակ, դուք ցանկանում եք ուտել պոմիդոր, նրանք ձեզ պետք է տան պոմիդորի նման ինչ-որ մի բան, որը պետք է ունենա պոմիդորի համ, բայց պոմիդոր չէ, ամեն ինչ խեղաթյուրելու են,
Եվ վերջում իրենց նպատակը որն է, որպեսզի արդեն ոչ թե հայը ամուսնանա հայի հետ, այնպես անեն, որ բոլորը դառնան շոկոլադովի գույնի։ Այսինքն սև, սպիտակ, գունավոր սա խառնում են իրար, կամ ուսկագլազի կամ սիրուն աշկերով, վերջում դարձնում են մի տեսակ։ Եվ այդ մի տեսակին արդեն որպես ինկուբատորի կենթանիներ դրանց սկում են, որը իրեն ձեռք չի տալիս, վերացնում են։ Եվ գլոբալ կառավարությունը նաև ունի մի առավելություն այսօրվա կառավարությունից, դա ես քմծիծաղի ձևով եմ ասում։ Օրինակ Ռուսաստանի կառավարությունը արդեն լրիվ գտնվում է ռոբոտների այդ շտուշնի ինտելիգենցիայի ձեռքին, նույնիսկ մանեկող, ինչպես նշեցի, Ամերիկայի տեսակին կամ այդ Ցուկենբերգը եւ Բայդենի նրանք արդեն սարքել են դրանց այդ տիկնիկները եւ այդ տիկնիկներն էին մեծ ժամանակ ելույթ ունենում։ Այդպես որ ձեզ դնել են տիկնիկներ որպես ղեկավար, իրենք էլ տիկնիկներին ինչ ասեն, այդ շտուշնի ինտելիգենցիան ձեզ է կառավարել։ Եվ դուք իրավունք չեք ունենալու, եթե այստեղ եք ապրում եւ այստեղ լավ հողամաս կա, դուք ինքներդ ցանեք ինչ ցանում եք։ Ոչ։ Իրենք պետք է որոշեն այստեղ ինչ պետք է ցանվի, դուք պետք է ցանվեք, պետք է տակ իրենց, իրենք կցանկանան, որ դուք ուտեք ձեր ցանածը, դուք երբեք չեք ուտելու։ Դուք ուտեք օրինակի համար դուք ցանել եք այստեղ լոբի, դուք ուտեք լոբի, ոչ, ձեզ տալու են սիսր, մեկ այլ տեղից բերված, որը հատուկ ձեզ համար է նշանակված։ Այսինքն ամեն ինչ ձեր ուտելը, ձեր խմելը, ձեր օրակարգը, ձեր ամեն ինչը պետք է լինի կոնտրոլի տակ։ Եվ դուք վերանում եք մարդ լինելուց։ Նորից եմ կրկնում, նույնիսկ այստեղ երբ որ բերում են ձևամորթներին այստեղից այստեղ աշխատեցնում, այդ 1500-ական թվականներից մինչև օրս, նրանք ավելի արտոնյալ են, քան այսօրվա այդ աշխարհը, որ ցանկանում են նրանք կառուցել։ Եվ այդ աշխարհում դուք լինելու եք ոչ ոք, ձեզ վերցնելու են ցանկացած պահի կողեն լաբորատորիա, որ ձեր առողջության համար ձեզ ստուգում են, բայց ոչ ոք ձեզ չի հարցնելու կամ չկա ինչ-որ մի օրգան, որ գնաց բողոքես, գնալու ես բողոքես շտուշնի ինտելիգենցիային, պետք է պատասխանի, ինչպես հիմա եք դիմում, պետք է պատասխանի, ձեր առողջության համար ձեզ տարել ենք ստուգման և ձեր այսինչ օրգանը կտրել անել ենք, կամ ձեզ դարձել ենք տղամարդուց կին, ասում ես, բայց ինչ եք դա կատարել, չէ որ ես նորմալ լավ մարդ եմ, այսպես եմ աշխատել, հանուն մեր ստուգումների 50 հարցից 38-ին ձեր տվյալները չի համապատասխանել, դրա համար արել ենք, այսինքն դուք դառնում եք ինկուբատորի հավ, ուրիշ ոչինչ, և եթե Կլաուս Շվաբին լավ ուսումնասիրում եք, լավ կարդում եք, ապա այս ամենը, ես 2 բառով ասացի, այս ամենը բերում է սրան և նրանք այդ ծրագիրը, այդ ամեն ինչը արդեն վաղուց կազմել է աշխարհի համար և սա էլ այստեղ Հայաստանի դիրիժորն է հանդիսանում։ Եվ դրա համար, երբ որ դուք զարմանում եք, որ ինչի այս տականքները գնում են այս քայլերի, այս ձևով Հայաստանը քանդում, սրանք այսպես էլ պետք է այդ ամենը անեն։ Սրանք այլ ձևով չեն կարող այդ ամենը կատարել։ Եվ այսօր Հայաստանում զիվված ապստամբություն կատարենք, այս կատարենք, այն կատարենք, որպեսզի իմ կարծիքը իմանաք, սիրելի հայեր, ես իրոք հայերին եմ դիմում, նորմալ հայեր, դուք Հայաստանում ոչ կարող եք զինված ապստամբություն կատարել, ոչ զինված հեղափոխություն և ոչ էլ զինված որևէ բան կարող եք կատարել կամ իրոք առանց զինված հեղափոխություն կամ ընտրություն։ Միակ տականքներին վերացնելու նշանակություն չունի որ տականքին, մյուս տականքների համար դա դաս կլինի, վերացնելու ձևը նա է, եթե դուք հայրենասեր եք,
նույնիսկ ձեր եղբորը, ձեր հորն ու մորը, ձեր տղային, ձեր կնոջը չասեք։ Նման մի սարք կամ ավելի կատարյալ և ավելի սուսուփուս սարքեր մենակ կատարում եք այդ ամենը և կատարելուց հետո լռում ամբողջ կյանքում մինչև կգա ժամանակը և նորից դրանից հետո նորից ոչ ոքի մեկ վստահի, ոչ ոքի։ Էս ինչ որ Հայաստանում կատարվում է ընտրություններ և այլն, նրանց պետք է որ մեկը ասում է հեղափոխություն կատարենք, որպեսզի տեսնեն որքան իրոք նույնպես հայ կա, որպեսզի նրանց գլխատեն կամ ոչնչացնեն ընտրությունների ժամանակ։ Մյուսը, երբ որ ձեզ ասում է տղեկ եկեք հերթագրվենք, զենքեր կամ ով կարող է զենք բերել, բոլորդ լռեք, իսկական հայերի, բոլորդ լռեք։ Եթե դուք ունեք 10 զենք, ամեն մի զենքը 10 օր օգտագործեք, 10 տականք վերացրեք, բայց միայն ինքներդ, միայնակ, ոչ եղբոր հետ, ոչ տղայի հետ, ոչ հորն ու մոր, ոչ ոքի, միայն մենակ կատարեք դա, մտածելով, որ օրինակի համար սրանցից ավելի սարսափելի է ԱԱԾ-ի պետը կամ ինչ-որ ոստիկանապետ կամ ինչ-որ մի մլիցա, նրան վերացրեք առաջի հերթին, բայց ոչ ոքի հետ առաջարկում եմ և կհամոզվեք իմ ասացի մեջ, ոչ ոքի հետ մեկ գնա բանակցությունների, որ այդ էս 10 հոգի հավաքվեցինք, տես ինչ ենք անելու կամ 1000 հոգի, 1000 հոգու մեջ մեկ հոգի պոռնիկ էլ լինի, նորից 999 դուրն եք տալը, այսինքն գողությունը անում են մենակ, բոզությունը անում են 2 հոգով և ոչ ոք չպետք է դրանից հետո իմանա, այսինքն եթե գնում եք հայրենիքը փրկելու, մեկ հոգի եք ոչնչացնում, թե 10 հոգի, կատարում եք միայնակ և ոչ ոքի մեկ հավատա, չկա այնպիսի մարդ, այսօր Հայաստանում ում դիտում եմ, չկա այնպիսի մարդ, որը վստահություն ներշնչի, առաջի հերթին շատ արագ ծախվող տեսքեր ունեն հերոսի կամ կարող են ձեզ փրկել, ցանկացած տիպի նրանց պետք է աճեցնեն, մեկը պետք է կանգնի ասի, Նիկոլին պետք է մորթել, կախել, տղեկ, եկեք, նույնիսկ հրապարակում կարող է խոսել, չմիանաք և ինքներդ առանձին կատարեք, իսկ եթե գործը հասնի ընտրությունների, ապա գնացեք և ընտրեք նրան, ում ձեր սիրտը իրոք ցանկանում է, բայց նաև այդ ժամանակ կլինի իմ հաղորդումը ապրիլի վերջին կամ երբ որ արդեն կգրանցեն այս ինչ թեկնածուներն են և դրանից հետո հնարավորություն չեն ունենա փոխել ժամանակ բոլորի դիագնոզները կտան, իսկ հիմա բոլորդ հանգիստ եղեք և եթե ցանկանում եք թե արտասահմանի հայեր, թե Հայաստանի հայեր, միայնակ կատարեք, միայնակ ավելի շատ կարեք օգուտ բերել Հայաստանին, քան ինչ-որ մեկը իմանա, թեկուզ հեռախոսդ էլ լսեն, այսինքն դու արդեն այս տականքների զոհն ես հանդիսանում, ինչպես նաև նշեցի, որ տղերքը դարձան զոհ, որոնք հերոս տղերք էին, դարձան զոհ նրա համար, քանի որ ինչ-որ մի տականքի լսեցին, այսքանը